խնդրեմ քննարկում հանդիպումից ներկայացրեք մանրամասներ, ինչ արդյունքի եկաք։ Մանրամասների խոսքի սաղ այդ օրակարգի հետ կախված, այդ 12 կետի հետ կախված քննարկումներն է, հետագա անելիքների մասին, այս ձևաչափը, որ այսօր իրականացվել է, դա շարունակական այն հայտարարությունների համապատասխան է, որ բոլոր քաղաքական ուժերը գալիս են, մոտիկանում են, գրանցում ենք օրը, ժամը քննարկման ու այսօրվա այս ժամն էլ եղել է հանդիպում իրանց հետ։ Ժամի 8-ն էլ ունենք հանդիպում, էլի քաղաքական ուժերի ներկայացուցիչների ղեկավարների հետ ու այդ ձևի հաջորդականությունով մինչև ամսի 15-ը իրականացնելով հանրային այդ հանդիպումները, հանրային այդ որոշումները։ Արդյունքում ինչ է լինելու, հա, ինչ է արդյունքում տեսակետ հետո բացում ենք, չէ, մենք նախապատրաստում ենք հաջորդ քայլերի իրականացման, հաջորդ հանրահավաքին, որ այս իմաստը խոսքի սա ազգային հայ լինելու միասնականության ավելի կրկնապատկելու, ցույց տալու, որ միասնականությունը կա բոլոր այս օրակարգի հարցերի շուրջ։ Այո, բոլորի կողմից ով գալիս է ներկայանում են, քննարկում ենք, բոլորը ամենը իր կողմից ողջունում են ու ամենը իր կողմից պատրաստականություն աջակցելու, օգնելու միասնականության ազգովի գնանք այն ուղղություններին, այն հարցերի պատասխաններին, որը ներգրաված է օրակարգի մեջ։ Պարոն իսրայելյան իշխանության ներկայացուցիչները ձեզ մեղադրում են արցախցիների հույզերի հետ խաղալու համար, ինչպես նաև նշում են, որ այս կերպ դուք պարզապես փողոցում մարդիկ հավաքելով եք զբաղված եւ այս գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության պետական շահի վնասմանը։ Այն մտահոգությունները, որ իշխանության կողմից ներկայացնում են, իշխանությանը մենք խորհուրդ կտանք, որ իրանց կողմից էլ լինի համապատասխան ձևավորած ձևաչափի պատասխաններ այն հարցերի շուրջ, որ պահանջների շուրջ, որը ներկայացած է իշխանությանը։ Պատասխանատուն այսօրվա իրավիճակում իշխանությունն է այդ հարցերի շուրջ, որպես բոլոր հասարակության, բոլոր ժողովրդի իրավունքներից սկսած սոցիալական հարցերից, իրավունքներից ու մնացած արժանապատվության հետ կախված, դա այն հիմունքներն է, որ առիթ են տվել իրանց բացթողումներով, իրանց ոչ հայանպաստ որոշումներով, որ եկել է հասել է ժողովուրդը այս իրավիճակին։ Հիմից թե պահանջը քննարկումների բանով է գնում, ոչ թե պահանջ ինչ-որ քննարկումների, որ ժողովրդի ձայնը լսեն։ Եթե դուք իշխանության ներկայացուցիչներ ծառայում եք ժողովրդին, դուք պիտի առաջերտին հաշվի առնեք ժողովրդի շահերը, ազգի շահերը, հարցը դրա մեջ է, թե ով ինչ կողմից ոնց ձևի արձագանքում, երևի խնդիրներ ունեն, դրա համար մտահոգություններ ունեն, արձագանքում են, բայց նորից էլի խորհուրդ կտանք, որ բոլոր արձագանքների, բոլոր բառերի, խոսքերի մեջ հազար անգամ մտածեն, հետո մոտեցումները տան, որովհետև սե խոսքը գնում է միասնության մասին, միասնություն հասկացողությունը դա ազգովի միասնականության մասին է խոսքը գնում։ Ոնց կարող է ղեկավարը լինի ազգի ներկայացուցիչ միասնականության բանին, մոտեցումներին չընդունի կամ բան չանեն, ճիշտ չընկալեն։ Տարանջատել պետք չի ոչ մի բան, ստեղ տարանջատելու փորձեր կան, գիտենք, տեսնում ենք, հետևում ենք, բայց մենք գնալու ենք այն ուղղությամբ, որ ազգովի, ազգային միասնականությունը մենք կարանք ամրագրենք։ Հայաստանի կուսակցությունների հետ հանդիպումներ լինելու են, որովհետև ստեղ սահմանափակված բան չկա, բոլորին է հրավիրված, բացի կուսակցություններից հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատ անձերի բոլորին մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու այս օրակարգի շուրջ ու միասնական աշխատանքներ իրականացնելու համար։ ՔՊ-ի կողմից որևէ արձագանք եղել է ձեր այդ հայտարարությանը։ Միջև օրս չի եղել, եթե լինի, մենք պատրաստ ենք իրանց հետ քննարկելու։ Հարց չկա, ստեղ բոլոր թափանցիկ, բոլոր որ ասում, այս ֆորմատը մենք այն ձևաչափով ենք ձևավորել, որ բոլորի համար հասանելի լինի։ Բոլորի համար ոչ թե մենակ հասանելի լինի, հնարավորություն ունենան բաց աչքերի իրար նայելով քննարկելու բոլոր այս մտահոգիչ հարցերը, մտահոգիչ բաները, որ քաղաքական գործիչներ, անհատ հասարակական գործիչներ գալիս են։ Շատ։ Օրվա ընթացքում իրիկունը կան ժամանակների իրաց համապատասխան, ստեղ շտաբը միշտ աշխատում է 24 ժամ, ու այդ 24 ժամվա ընթացքում ինչ մարդ էլ գալիս է ներկայանում, մենք միշտ ընդունում ենք, քննարկում ենք ու հարցերի պատասխանները միշտ կա։
15-ից հետո, այս քննարկումներից հետո ինչ քայլերի եք պատրաստվում ձեռնարկել։ Մինչև ապրիլի 15-ը քննարկումները գնալու է, քննարկումների ընդհանուր այդ վերլուծությունից հետո արդեն որ հայտարարություն տա հանրահավաքի մասին, դեղ արդեն ներկայացնվելու է ինչ քայլերի կամ ինչ ուղղությունների վրա աշխատանքներ։ Կա խոսքի ձևաչափեր, որ չեմ ուզում մանրանամ, որովհետև դա խորհրդի որոշումից հետո է կայացվում, անձնական մտքերը մեկ մի կողմ եք դնում, բոլոր որոշումները կայացվում է խորհրդի մեջ, ունդեղ արդեն դրանից հետո արդեն ամեն բանը ձևաչափ ներկայացնվում է։ Արդյոք կարող ենք համարել, որ սրանով կսկսվի իշխանափոխությունը Հայաստանում։ Նայեք, այդ հարցը շատ են տալիս ու բոլորը ձգտում են խոսքի բառացիորեն ինչ որ ձևակերպով հասկանան ինչ շարժում նորից եմ ասում ստեղ ինքնաբուխ ժողովուրդն է դուրս եկել իր հարցի պատասխաններով ով մեր հարցի պատասխանները կտա ով կարողանա այդպես պատասխանատվություն վերցնի իր վրա ժողովրդին այդ հարցերի պատասխանը բավարարելու մենք ուրեմն գնում ենք այդ ճանապարհով եթե այսօրվա իրավիճակում Հայաստանի իշխանության ղեկավարներ են այսօրվա պատասխանատուն, պահանջը դրած է իրանց առաջ։ Բարի եղեք, այդ պահանջներին պատասխանները ձևավորեք ոչ թե բառերով, այլ հիմնավորած պատասխանների արդյունքները իմ համար չի։ Հասարակությունը ժողովուրդը սպասում են այդ պատասխաններին։